Պատմական ողբերգությունները երբեմն վերադառնում են ոչ թե արդարության, այլ քաղաքականության օրակարգով։ Ավելի քան մեկ դար անց Իսրայելի կառավարությունը որոշել է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սա անմիջապես կոշտ արձագանքի է արժանացել Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Թուրքիան հայտարարել է, թե Իսրայելը պատմական թեման օգտագործում է քաղաքական նպատակներով, իսկ Բաքուն կոչ է արել վերանայել դիրքորոշումը։ Հարց է առաջանում՝ ինչու հենց հիմա։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի գնահատմամբ նման որոշումները մեծ քաղաքականության մեջ հազվադեպ են լինում զուտ արժեքային դրդապատճառներով։ Ընդհանրապես բոլոր հարցերը լուծվում են պրագմատիկ դաշտում։ Ցանկացած ցեղասպանություն, ողբերգություն եւ այլն, այդ ամեն ինչը քաղաքական ազդեցություն ունենալու համար է օգտագործվում կամ որևէ մի այլ երկրին մեղադրելու համար, կոնկրետ շահեր սպասարկելու համար։ Դանիելյանի խոսքով այս որոշումը պետք է դիտարկել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների խորացող լարվածության համատեքստում, որտեղ կողմերի միջև մրցակցությունն արդեն դուրս է եկել դիվանագիտական հարթությունից։ Նրա գնահատմամբ Թուրքիան վերջին տարիներին հավակնում է իսլամական աշխարհի առաջնորդության դերին, փորձելով շահարկել նաև Երուսաղեմի հարցը եւ Ալ-Ակսա մզկիթի թեման։ Ըստ քաղաքագետի, հենց այստեղ են բախվում Իսրայելի եւ Թուրքիայի շահերը։ Այն երկիրը, որ կարողանա այդ հարցերում լուծում գտնել կամ հետապնդել այդ հարցերը, ապա ինքը լիդերության հարցեր լուծում իսլամական աշխարհում։ Այդ առումով Իսրայելի գոյությունն ու Թուրքիայի հավակնությունները իրար հակոտնյալ են։ Թուրքիան իր հերթին պնդում է, որ Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչում է Գազայի ցանրության ուշադրությունը շեղելու համար։ Անկարան պնդում է, Իսրայելը փորձում է ստվերել Հագայի դատարանում ընթացող սեփական դատավարական թեման։ Միանշանակ կարելի է համաձայնել, բայց ավելի շուտ ոչ թե ուշադրություն շեղել, այլ հակակշռել։ Թուրքիան մեղադրում է Իսրայելին Գազայից ցեղասպանություն կազմակերպելու գործում։ Իսրայելը մեղադրում է Թուրքիային, որը նույնպես ցեղասպանություն է իրականացրել, ըստ էության փորձում է ցույց տալ, որ Թուրքիան այն երկիրը չի, որը կարող է ցեղասպանության հարց բարձրացնել։ Ըստ Դանիելյանի, այստեղ առանցքային հարց է Թրիփը, որը սկզբնապես եղել է իսրայելական նախագիծ Իրանը հյուսիսից շրջափակելու նպատակով։ Այսօր սակայն Անկարան ու Բաքուն այն փորձում են վերածել թուրքական աշխարհը միավորող հանգույցի, ինչը Իսրայելի համար նոր մարտահրավեր է ստեղծում։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կատարվածը պատմական իրադարձություն չի համարում։ Նա կասկածի տակ է դնում, թե Իսրայելը այս քայլն արել է իբրև բարոյական պարտականություն, քանի որ նախկինում Իսրայելի ղեկավարությունն ունեցել է խիստ ժխտողական դիրքորոշում։ Նա նաև անդրադառնում է Հայաստանի իշխանությունների վերջին 2 տարվա հակասական քայլերին, հայոց ցեղասպանության թեմայից մինչև Պաղեստինի ճանաչումը։ 2 տարի առաջ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք բացի մի քանի դրսևորումով շղթել են հայոց ցեղասպանության պատմական փաստը, հաջողանալու համար Թուրքիային, ինքնախոստովանանք են տվել, որ մասնակցել են Արցախայցյան դեմ իրականացված ցեղասպանությանը եւ որոշում կայացեցին 2 տարի առաջ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Դեմոյանը հարցադրում է անում, արդյոք Իսրայելը փորձում է փոխանակման խաղ խաղալ Հայաստանի հետ հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորելով Պաղեստինի ճանաչումից հրաժարվելով։ Չկա այդպիսի բան, որտեղ Իսրայելը գիտի, որ Իսրայելը այդպիսի խնդիր չունի Հայաստանին համոզելու, եկեք փոխանակվենք Պաղեստինի պետությունը մի ճանաչեք կամ չեղարկեք այդ ճանաչումը, ես կճանաչեմ հայոց ցեղասպանությունը։ Եվ այստեղ մենք մի շրջապտույտի մեջ ենք ընկնում շատ վատ, որի ծայրերը չենք հասկանում, թե որտեղից է սկսվում եւ որտեղ է վերջանում։ Ըստ պատմաբանի հանրագումարում այս քայլի հետևում ոչ գիտական հետաքրքրություն կա, ոչ էլ զուտ բարոյական ինքնամաքրում, այլ սառը աշխարհաքաղաքական հաշվարկ։ Իսկ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ այս որոշումը կարող է հիմք դնել նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների, քանի որ տարբեր երկրներ վերաիմաստավորում են իրենց շահերը։ Նրա խոսքով այդ հնարավորություններից օգտվելու համար Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը կսպասարկի երկրի ազգային շահերը։